Տարածքային պահանջների ռևանշիստական տրամադրություն գեներացնելու կեղծ մեղադրանքները չեն դադարում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ղազախստանում հայտարարել է, թե Երևանն այսպիսով խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման եւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի սահմանադրության շրջանակում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը եւ ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը։ Այս ֆոնին Երևանը վստահեցնում է, չնայած բոլոր դժվարություններին ու սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը։ Մահաթմա Գանդիի հայտնի տողերը մեջբերելով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատում Երևանի օրակարգը։ Այսօր ավելի քան երբևէ մենք մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրի միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։ Եվ մոտ 20 րոպեանոց ելույթի միայն 14-րդ րոպեին Միրզոյանը նկատում է, մինչև Երևանը խաղաղությունից է խոսում, Բաքուն քայլ չի անում նույնիսկ հումանիտար խնդիրները լուծելու համար։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում, անտեսելով մարդու իրավունքների չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման եւ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման։ Չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։ Գերիների մասին այսքանը Միրզոյանը շարունակում է Երևան-Բաքու այսպես կոչված ձեռքբերումներից խոսել։ Սահմանազատումը Ալմաթայի հռչակագրի հիմքով զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը, վստահ է նախարարը։ Ասում է, Բաքվին կոնկրետ փոխշահավետ առաջարկներ են ներկայացրել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Ցավոք մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ եւ նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ, ներառյալ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Ամփոփելով Միրզոյանը նաև շեշտում է, Հայաստանի եւ Հնդկաստանի գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ եւ հեռանկար բոլոր ուղղություններով։ Երկկողմանի համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը Միրզոյանի խոսքով կարևոր քայլ է խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։